Այսպես ասած, բարեկրթությունը պահենք, ճիշտ չեն ասել։ Ժողովրդին ուղիղ կանգնել են ասել են մի բան, որը սուտ է դուրս եկել, փաստավորված։ Ինչի ներողություն չխնդրել, հաջորդը։ Հիմա մի երկու բառ խոսենք այս պահին հեծում կատարվող, համենայն դեպս այս խլելու օպերացիայից հետո հեծում կատարվող։ Ժողովուրդ, երեք մարզում հոսանք չկա, 3 մարզի քաղաքներում մեծամասնությունում համոզված եմ այստեղ այդ մարզերից է կլինեն, ինչ որ ոչ մեկի ձայնը չլսեցինք։ Կառավարիչը հայտարարություն է տարածում, ասում է, հետաքրքիր գիտեք որն է, կառավարիչը պետական աշխատող է, իշխող կուսակցության վարչության անդամ է, հայտարարությունով միանգամից գցում է տկենի վրա, ասում է տկենի բեցն է, մենք չենք։ Հիմա հարց, մեր ժամանակ որ հոսանքը գնում էր թիվ 1 կառավարական շենքի, պարոն Հարությունյան, դուք էլ այդտեղ եք եղել նիստի ժամանակ։ Հայտարարություններ եղավ, բոլորը խոսեցին։ Ինչի՞ չհայտարարեցիք, որ դա ձեր ենթակայանից էր, բեցի ենթակայանից էր եւ ձեր այդ ավերից էր, որը այսպես մենք տվել ենք ձեր 4-ին ուղղություն, ձեր ավերը ճիշտ չէր աշխատում։ Դե մենք հայտարարելը քիչ ա մեր։ Դուք եք այն ժամանակ, դուք ձեր սատելիտ ուժերը մեղադրում էին հեցին։ Երկրորդը, ներողություն։ Չի փակվել, հենց այդպես չի փակվել, որովհետև երբ որ դուք մեղադրում եք հեցին, հետո հետևից պետք է նաև դուք հայտարարեք, դուք եք ասում կառավարության նիստի ժամանակ հոսանք անջատվել, ես գտնեմ կբերեմ ձեզ ցույց կտամ։ Երկրորդը, այդ մոլերը, մյուսը, երբ որ մենք ասում ենք, այսինքն այն ժամանակ կարելի էր որ ելներ, չէր կարելի որ բեցից ելներ, հիմա կարելի է։ Հաջորդը, արդյոք ԱԺ պատգամավորներից որից է մեկը, ասում եք լսումներ են կարել, նախ մեզ չեք հրավիրել, չգիտեմ ինչ չեք հրավիրել, երեկ էլ ասեցի, արդեն 1 տարի է դուք եք կառավարում, երբևէ հետաքրվել եք այդ նույն հավելագրումների մասով ինչ որ բան կա թե չէ։ Հիմա ես ձեզ ուղիղ ինֆորմացիա եմ տալիս ձեզ որպես գոլեգաներ, նախորդ ամիսներին էլ եղել, հիմա արդեն մի քանի օր է նույն կառավարիչը լայնածավալ ստուգումներ է անցկացնում եւ տարբեր մարզերում տարբեր պետական այդ թվում Գյումրու մանկապարտեզի եւ Մասիսի քաղաքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել։ Հիմա հարց. փայեք մեջը։ Եթե այո, քննարկենք, եթե չէ, ոնց դուս եկա, որ Սամվել Կարապետյանը կապ ուներ դրա հետ։ Այն էլ դատարանի այն որոշմամբ, որ ֆիքսում է, որ դրանք առանձին դեպքեր են եղել։ Սամվել Կարապետյանը կապ չունի, բայց ձեր քաղաքական թիմը երեք իմ երկար բացատրելուց հետո էլի էստեղ հնչել է հավելագրում բառը։ Իմ հայտարարությունից հետո ես որպես adekvat նորմալ մարդ, ես կարծում եմ պետք է լինի 3 տարբերակ։ Հասկացա թեման փակված է, չհասկացա, մի հատ ինձ խնդրում եմ բացատրեք, բացատրելուց հետո մեկը չհասկացա։ Մի հատ էլ բացատրեք։ 4-րդ վերսիան եւ ես միջոցով բաց եմ եղել։ Հայտարարել եմ, որ բաց եմ բոլոր քննարկումների համար։ Ոնց ուզեք, որ ֆորմատով, փակ, բաց, հմեք, երկու, ինչ ուզում եք, հրապարակ։ Նորմալ չի, առանց որևէ իմ այսպես առաջարկին պատասխանելու, գալ էստեղ նորից հավելագրում ասել։ Խնդրում եմ, առաջիկա ձեր նիստում քննարկեք ձեր բարեկրթությունը ուժի մեջ է, թե ոչ։ Եվ շատ կարևոր հանգամանք, 10 վայրկյան, պարոն նախագահող, 15 երևի։ 2018-ին սենց մի հատ թեզ էր պտտվում, որ իբրև թե հեծը դուրս է եկել ձեզ իշխանության բերելու։ Բնականաբար մենք հերքեցինք այն առումով, որ մենք որևէ մեկին չենք ուղղորդել։ Հիմա այստեղ հարց հնչում, ասում է բացատրեք մարդկանց ոնց եք միտինգների տանում։ Առաջի անգամ տկեն նախարարից լսել եմ, որ կազմակերպված միտինգ են բերում Սամվել Կարապետյանի առաջի կալանքի նիստին։ Ֆակտորի լրագրողին ուղիղ ասել եմ, տղամարդ են թող ապացուցեն։ Հա, այդ մոմենտը աշխատելու է միշտ։ Այդ պահը ներողություն։ Պարոն Ղազինյան, 30 վայրկյան անցավ։ 3 վայրկյան եւ վերջ։ Եվ ամենակարևորը, հիմա 2026-ին եկել եք ասում եք հիմա էլ ուրիշ մարդու համար եք միտինգ տանում։ Ժողովուրդ, ոչ այն վաղտ է եղել ուղղորդում, ոչ որևէ ժամանակ Սամվել Կարապետյանը 6800 մարդու չի ուղեկցել, եղել են ազատ, ինչպես կլինեն ուժեղ Հայաստանում։ Շնորհակալություն։